Լոս Անջելեսի Pico Union շրջանում գտնվող զարդերի խանութից երկու անձ ավելի քան $200,000 արժողությամբ ապրանք են գողացել։ Անվտանգության տեսախցիկների կադրերում երևում է, թե ինչպես են երկու տղամարդ մոտենում Վենիս բուլվարի վրա գտնվող Good Art Hollywood խանութին։ Խանութը սովորաբար հաճախորդներին ընդունում է հիմնականում նախնական գրանցմամբ։ Կասկածյալները անվտանգության աշխատակցին ցույց են տվել մեծ քանակությամբ կանխիկ գումար եւ հայտնել, որ ցանկանում են նվեր գնել իրենց հոր համար։ Նրանք խնդրել են ցուցադրել որոշ զարդեր, ինչից հետո անվտանգության աշխատակիցը նրանց ներս է թողել։ Այնուհետև կասկածյալները խանութից դուրս են եկել իբր մեքենայից վարկային քարտը բերելու եւ չեն վերադարձել։ Այդ պահին պարզվել է, որ երկու թանկարժեք զարդեր են գողացվել։ Այնուհետև կասկածյալները խանութից դուրս են եկել իբր մեքենայից վարկային քարտը բերելու եւ չեն վերադարձել։ Այդ պահին պարզվել է, որ երկու թանկարժեք զարդեր են գողացվել։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես են նրանք վազելով փախչում։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ է սպասվում մեզ հաղորդման ընթացքում։ Ամենօրյա լրահոսում ինչպես միշտ տեղ ունեն Ուկրաինա-Ռուսաստան մարտավարության վերաբերյալ օրեցօր կայացվող նոր որոշումները։ Աշխարհի ամենահարուստ կինը մեծածավալ գումար է նվիրաբերում Թրամփին։ Պատճառները բավականին ուշագրավ են, կիմանաք նաև թե ով է նա, ինչ կապ ունի Թրամփի հետ եւ ինչ գումարի մասին է խոսքը։ Թրամփը ունի ֆենտանիլի հետ կապված նոր որոշում։ Բացահայտվել են Լոս Անջելեսում մեծաքանակ պայթյուններ պլանավորող հանցավոր խմբի անդամները եւ պատճառները։ Կրկին հրդեհ Նյու Յորքում դեպքի մանրամասները կներկայացնեմ հաղորդման երկրորդ կեսում։ Աշխարհում տարածվում է գրիպի նոր վտանգավոր ալիք, կտեղեկանաք, թե ինչ կարծիքի են Բոստոնի համալսարանի բժիշկները։ Այս եւ այլ նորությունների մասին րոպեներ անց։ Ինչպես նաև այսօրվա թողարկման ընթացքում կներկայացնեմ գալիք միջոցառումները ու կխոսեմ Կուղբերի նահանգի մասին, թե որն է դա կիմանաք միայն հաղորդումը մինչև վերջ նայելու դեպքում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Մանու Հարությունյանն եմ և ձեզ եմ ներկայացնելու Միացյալ Նահանգներում տեղի ունեցող վերջին հետաքրքիր նորությունները։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել, ապա բաժանորդագրման և զանգակի կոճակները ձեզ են սպասում։ Չմոռանաք կիսվել ձեր կարծիքներով և գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը համաձայնեցրել են Ուկրաինայի համար նախատեսված անվտանգության երաշխիքների ծրագիրը, որը ներառում է Ուկրաինայի զինված ուժերի ուժեղացում եւ ամերիկյան հետախուզության կիրառման ընդլայնում։ New York Times-ի տվյալներով հաստատվել են երկու փաստաթուղթ, որոնց նպատակն է նպաստել խաղաղ համաձայնագրի ձևավորմանը։ Դրանք ուղղված են Ուկրաինային համոզել զիջել որոշ տարածքներ եւ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու մտքից։ Փոխարենը Ուկրաինան կստանա անվտանգության հստակ երաշխիքներ։ Փաստաթղթերից մեկը նախատեսում է Ուկրաինայի պաշտպանության պարտավորություն, որը համադրելի է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի տրամաբանության հետ, այսինքն հարձակման դեպքում աջակցություն ցուցաբերելու սկզբունքով։ Երկրորդ, այսպես կոչված օպերատիվ փաստաթուղթը առաջարկում է Ուկրաինայի բանակի թվաքանակը պահպանել մոտ 800,000 զինծառայողի մակարդակում, ապահովելով ժամանակակից պատրաստվածություն եւ սպառազինում։ Ծրագրով նախատեսվում է նաեւ եվրոպական երկրների գլխավորությամբ խաղաղապահ ուժերի տեղակայում Ուկրաինայի արևմտյան հատվածում, ինչպես նաեւ ԱՄՆ հետախուզության օգտագործում հրադադարի վերահսկման եւ հնարավոր ռուսական սադրանքների բացահայտման համար։ Աշխարհի ամենահարուստ իսրայելցի կինը խոստացել է $250 միլիոն նվիրաբերել Դոնալդ Թրամփի հնարավոր երրորդ նախագահական ժամկետի համար։ Միրիամ Ադելսոնը հանրապետական կուսակցության խոշորագույն դոնորներից մեկը եւ աշխարհի ամենահարուստ իսրայելցին հայտարարել է, որ ցանկանում է եւս մեկ անգամ 2028 թվականին տեսնել Թրամփին նախագահի պաշտոնում։ Այդ մասին նա ասել է Սպիտակ տանը Հանուկայի պատվին կազմակերպված միջոցառման ընթացքում։ Ադելսոնը նշել է, որ Թրամփի փաստաբանի հետ քննարկել է Թրամփի երրորդ նախագահական ժամկետի իրավական հնարավորությունները։ Մենք կարող ենք դա անել, մտածիր դրա մասին, ասել է նա Թրամփին միաժամանակ խոստանալով հատկացնել $250 միլիոն։ Թրամփը, որը նախկինում բացառել էր 2028 թվականին թեկնածությունը դնելը, այս գաղափարը լսել է ժպիտով։ 80-ամյա Միրիամ Ադելսոնը եւ նրա հանգուցյալ ամուսինը դեռ 2010-ականներից հանդիսանում էին հանրապետական կուսակցության ամենախոշոր եւ ազդեցիկ դոնորները, անձամբ աջակցելով Դոնալդ Թրամփին։ Զույգը նաեւ ակտիվորեն վերահսկում էր Իսրայելի շահերը։
Նշեմ, որ 2018 թվականին Միրիամ Ադելսոնը Դոնալդ Թրամփի կողմից պարգևատրվել է ԱՄՆ ազատության նախագահական մեդալով։ Բլումբերգի տվյալներով նրա ներկայիս կարողությունը գնահատվում է ավելի քան 47 միլիարդ դոլար։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ֆենտանիլը պետք է դիտարկվի որպես զանգվածային ոչնչացման զենք։ Թրամփի ստորագրած փաստաթղթում նշվում է, որ անօրինական կերպով արտադրվող ֆենտանիլը իր վտանգով ավելի մոտ է քիմիական զենքին, քան թմրամիջոցին։ Փաստաթղթում ընդգծվում է, որ դրա արտադրությունն ու տարածումը հանցավոր խմբավորումների կողմից լուրջ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Նախագահի խոսքով ֆենտանիլի ընդամենը 2 միլիգրամը կարող է մահացու լինել։ Թրամփը նշել է, որ պաշտոնական տվյալներով տարեկան գրանցվում է մոտ 100,000 մահ, սակայն իր գնահատմամբ իրական թիվը կարող է հասնել 200-ից 300,000-ի։ Չկա մի ռումբ, որը ունենա նման ազդեցություն։ Եթե սա պատերազմ լիներ, այն կլիներ ամենասարսափելիներից մեկը։ Վերջին 5-6 տարիներին ամեն տարի զոհվել են 100,000-ավոր մարդիկ, եւ բազմաթիվ ընտանիքներ ամբողջությամբ քանդվել են, ասել է Թրամփը։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության խորհրդատվական խորհրդի անդամ Մարկ Լևինը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության առաջին հրեա նախագահը, որը երկրորդ անգամ է ընտրվել ընդմիջումից հետո։ Լևինը նշել է, որ արդեն մոտ 6 տարի է Թրամփի նույն կերպ է բնորոշում, դա կապելով նրա վարած քաղաքականության եւ Իսրայելին բացահայտ աջակցելու դիրքորոշման հետ։ Նրա խոսքով մինչ այժմ որևէ հրեա քաղաքական գործիչ չի կարողացել ընտրությունների միջև դադարից հետո երկրորդ ժամկետով Սպիտակ տուն վերադառնալ։ Մարկ Լևինը հայտնի է նաեւ այն դիրքորոշմամբ, ըստ որի ԱՄՆ անկախության օրը քրիստոնյաների եւ հրեաների միասնության տոնն է։ Նշվում է նաեւ, որ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը Իվանկա Թրամփը 2009 թվականին մինչ Ջարեդ Քուշների հետ ամուսնությունը հուդայականություն է ընդունել։ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է Թայվանին ավելի քան 10 միլիարդ դոլար արժողությամբ զինտեխնիկայի վաճառքի փաթեթի մասին, որը ներառում է հրթիռային համակարգեր, ինքնագնաց հրետանի եւ անօդաչու սարքեր։ Փորձագետների կարծիքով այս քայլը կարող է լրջորեն սրել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները։ Պետդեպարտամենտը չորեքշաբթի ուշ երեկոյան հաստատել է ընդհանուր առմամբ 8 վաճառքի համաձայնագիր։ Ամենախոշոր գործարքներից է 82 Հայմարս համակարգի եւ 420 ATACMS հրթիռի վաճառքը ավելի քան 4 միլիարդ դոլար արժեքով։ Նման զինատեսակներ նախկինում մատակարարվել էին Ուկրաինային։ Փաթեթի մեջ են մտնում նաեւ 60 ինքնագնաց հաուբից, անօդաչու սարքեր ավելի քան 1 միլիարդ դոլարի, ռազմական ծրագրային ապահովում եւս 1 միլիարդ դոլար, ինչպես նաեւ Javelin եւ Թաու հակատանկային հրթիռներ, ուղղաթիռների պահեստամասեր եւ հարփուն հրթիռների վերանորոգման հավաքածուներ։ Վաճառքների հայտարարությունը համընկել է Թրամփի հեռուստատեսային ուղերձի հետ, սակայն նախագահը ելույթում չի անդրադարձել Չինաստանի հետ հարաբերություններին կամ այս գործարքներին։ Օրեր առաջ անդրադարձել էինք այս թեմային, այժմ մի քանի մանրամասներ են բացահայտվել։ Ֆեդերալ հետաքննությունների բյուրոն ձերբակալել է այն 5 ակտիվիստներին, որոնք մեղադրվում են պայթյուններ կազմակերպելու եւ IC աշխատակիցների սպանություն պլանավորելու կասկածանքով։ Իրավապահների տվյալներով կասկածյալները երկուշաբթի օրը Մոհավե անապատում պատրաստել են խողովակային պայթուցիկ սարքեր, նպատակ ունենալով նոր տարվա նախօրեին միաժամանակ մի քանի պայթյուն իրականացնել Լոս Անջելեսում եւ հարակից տարածքներում։ Ձերբակալվածների թվում են 3 տղամարդ եւ 2 կին 24-ից 41 տարեկան։ Նրանցից մեկը սոցիալական ցանցերի հրապարակումներում նշել է, որ ցանկանում է նոր UACO կազմակերպել, ակնարկելով 1993 թվականին Թեքսասում տեղի ունեցած հայտնի ողբերգական միջադեպը։ Իրավապահների հաղորդմամբ ձերբակալվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել են պաստառներ մահ Ամերիկային, Կեցե կրյաների կղզին եւ Պաղեստինը եւ մահ IC-ին կրյաների կղզու ազատագրական ճակատ գրություններով։ Դաշնային իշխանությունները շարունակում են հետաքննությունը եւ նշում են, որ հնարավոր հարձակումները կանխվել են բարեբախտաբար գործնական փուլին չհասած։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղադրել է ԱՄՆ նախկին նախագահներին նվիրված տեղեկատվական աղյուսակներ, սակայն դրանցից մի քանիսում օգտագործված ձևակերպումները կրում են բացահայտ քննադատական եւ քաղաքական բնույթ։
Աղյուսակներում Ջո Բայդենը ներկայացվում է որպես ԱՄՆ պատմության ամենավատ նախագահը, իսկ Բարաք Օբաման որպես պատմության ամենաբաժանարար գործիչներից մեկը։ Բայդենը միակ նախագահն է, որի աղյուսակը չի ուղեկցվում լուսանկարով։ Նրա դիմանկարի փոխարեն տեղադրված է աուտոպենով արված ստորագրության նկարը։ Թրամփի նախորդող վերջին երկու նախագահները քննադատության են ենթարկվում նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների դեմ իրականացված իրավական հետապնդումների եւ արտաքին քաղաքականության ձախողումների համար։ Մյուս նախագահներին նվիրված աղյուսակները ավելի չեզոք տոնով են գրված։ Միևնույն ժամանակ Բիլ Քլինթոնի դեպքում հիշատակվում է նրա կնոջ Հիլարի Քլինթոնի պարտությունը 2016 թվականի նախագահական ընտրություններում։ Նյու Յորքի Բրուքլինում գտնվող հացի գործարանի շենքում գիշերվա ընթացքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության բազմաթիվ փրկարարական խմբեր, սակայն հրդեհի մարման ընթացքում շենքը մասամբ փլուզվել է։ Փլուզման հետևանքով Նյու Յորքի հրշեջ ծառայության մեկ աշխատակից հայտնվել է փլատակների տակ։ Նրան հաջողվել է դուրս բերել եւ տեղափոխել հիվանդանոց։ Հրշեջը ստացել է այրվածքներ, նրա վիճակը գնահատվում է կայուն։ Այս պահին այլ տուժածների մասին պաշտոնական տեղեկություններ չկան։ Արտակարգ ծառայությունները շարունակում են որոնողական եւ փրկարարական աշխատանքները։ Հրդեհի պատճառները հայտնի չեն։ Դեպքի բոլոր հանգամանքները քննվում են Նյու Յորքի համապատասխան ծառայությունների կողմից։ Խաղաղ օվկիանոսում գտնվող Մարշալյան կղզիները դարձել են աշխարհի միակ երկիրը, որտեղ գործարկվել է անվերապահ բազային եկամտի ծրագիր։ Ծրագրի շրջանակում երկրի բնակիչները յուրաքանչյուր 3 ամիսը մեկ կստանան $200 անկախ աշխատելուց կամ եկամտից։ Վճարումները ֆինանսավորվում են ԱՄՆ-ի մասնակցությամբ ստեղծված հատուկ հիմնադրամից, որը նախատեսված է որպես փոխհատուցում Մարշալյան կղզիներում իրականացված ամերիկյան միջուկային փորձարկումների համար։ Հիմնադրամի ակտիվները կազմում են $1.3 միլիարդ, իսկ ԱՄՆ-ն պարտավորվել է մինչև 2027 թվականը ավելացնել ևս $500 միլիոն։ Մոտ 40,000 բնակչություն ունեցող երկրում ծրագրին արդեն միացել է շուրջ 33,000 մարդ։ Ֆինանսների նախարար Դեյվիդ Փոլի խոսքով նախաձեռնության նպատակն է նվազեցնել սոցիալական անապահովությունը եւ երկրի մեկուսացված աշխարհագրական դիրքի պայմաններում կանխել արտագաղթը։ Չիկագոյից տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում են IC կոշտ գործողությունները։ Քաղաքի տարբեր հատվածներում մարդիկ ականատես են եղել զանգվածային ձերբակալությունների։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ներգաղթային ոստիկանությունը ձերբակալում Լատինական Ամերիկայից ժամանած մի տղամարդու։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ Չիկագոյում ներգաղթային ռեյդերը կարճ դադարից հետո կրկին ակտիվացել են։ Ըստ այդ տեղեկությունների ոստիկանությունը տարբեր շրջաններում գործում է խիստ ռեժիմով եւ արդեն հարյուրավոր ներգաղթյալներ են ձերբակալվել։ Աշխարհում տարածվում է գրիպի նոր ավելի ագրեսիվ ենթատեսակ։ H3N2 գրիպի K ենթատեսակը մյուս շտամներից տարբերվում է ավելի արտահայտված ախտանշաններով՝ բարձր ջերմություն, դող, գլխացավ, ուժեղ հոգնածություն, հազ, կոկորդի ցավ։ Բոստոնի համալսարանի հանրային առողջապահության պրոֆեսոր դոկտոր Նիլ Մանյարի խոսքով ընթացիկ գրիպի սեզոնը կարող է վերածվել կատարյալ աղետի, քանի որ ԱՄՆ-ում պատվաստման ընդհանուր մակարդակը նվազել է, իսկ վիրուսի նոր տարբերակը ներառված չէ տվյալ սեզոնի համար արտադրված գրիպի պատվաստանյութերում։ Քանի որ K ենթատեսակը զգալիորեն տարբերվում է նախորդ տարբերակներից, ձևավորված համախմբված իմունիտետը չի կարող արդյունավետ դիմակայել հիվանդությանը, ինչի հետևանքով աճում են ինչպես վիրուսի տարածման, այնպես էլ գրիպի ծանր ընթացքի ռիսկերը։ Ինչպես գիտեք, ամեն 5 շաբթի ներկայացնում եմ շաբաթվա ընթացքում սպասվող միջոցառումները։ Տոնական օրերն արդեն սկսվել են, եւ եթե մտածում եք ինչով լցնել ձեր երեկոները կամ ուր գնալ ընտանիքի ու ընկերների հետ, մենք առանձնացրել ենք մոտ օրերի ամենահետաքրքիր միջոցառումները։ Այս ընտրանին միավորում է թե հայկական մշակութային կյանքը, թե շոուներ, ներկայացումներ, սպորտային խաղեր, որպեսզի յուրաքանչյուրը գտնի իր համար հաճելի տարբերակ։ Պարի եւ մշակույթի սիրահարների համար դեկտեմբերի 20-ին ժամը երեկոյան 5-ին տեղի կունենա Armenian Dance Group Festival of Los Angeles հայկական ազգային պարի փառատոնը, հասցե Glendale High School։ Դե իսկ երաժշտության եւ համերգների սիրահարները կարող են մասնակցել դեկտեմբերի 20-ին ժամը երեկոյան 7-ին Armenian National Music Reimagined հայկական ազգային երաժշտություն ժամանակակից ձևավորմամբ համերգին, հասցե Alex Theatre Glendale։
Դեկտեմբերի 23-ին ժամը երեկոյան 8-ին տեղի կունենա Տիգրան Ժամկոչյան և Բենդ կենդանի երաժշտական երեկոն հասցե Վերանդա Lounge Glendale։ Հումոր և ժամանցը նախընտրողների համար դեկտեմբերի 22-ին և 23-ին ժամը երեկոյան 7:30-ին տեղի կունենա Հովհաննես Դավթյան New Year's Lemonade հումորային շոու ստենդափը հասցե Alex Theater։ Երեխաների և ընտանիքների համար դեկտեմբերի 20-ից 28 ժամը 1-ին և 4-ին տեղի կունենա Արջի ամանորը տիկնիկային տոնական ներկայացում հասցե AGBU Performing Arts Center Small Stage։ Դեկտեմբերի 21-ին ժամը երեկոյան 5-ին տեղի կունենա The Little Mermaid ջրահասն ու կախարդը հայտնի երաժշտական մանկական ներկայացումը հասցե AGBU Performing Arts Center։ Եթե ցանկանում եք մի փոքր դուրս գալ հայկական միջոցառումների շրջանակից և մասնակցել Լոս Անջելեսում ընթացող մշակութային ու ժամանցային իրադարձություններին, ապա Los Angeles Philharmonic Ellington's Nutcracker and Tchaikovsky's Winter Daydreams, որը տեղի կունենա դեկտեմբերի 18-ից 21-ը, իսկ ժամերը տարբեր են, ցանկության դեպքում կարող եք գտնել կայքեջից, հասցե Walt Disney Concert Hall։ Սպորտի սիրահարներին էլ աչքաթող չեն կարել NBA Los Angeles Lakers ընդդեմ Los Angeles Clippers-ի բասկետբոլային խաղ, որը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին երեկոյան 7:30-ին հասցե Intuit Dome, Inglewood, California։ NBA Los Angeles Clippers ընդդեմ Golden State Warriors-ի բասկետբոլային խաղը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին երեկոյան 7-ին կրկին Intuit Dome, Inglewood, California հասցեում։ Իսկ NHL Los Angeles Kings ընդդեմ Columbus Blue Jackets-ի հոկեյի խաղը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին երեկոյան ժամը 7-ին Crypto.com Arena Los Angeles հասցեում։ Հուսով եմ այս միջոցառումները կօգնեն ձեզ հիանալի ժամանակ անցկացնել, իսկ մեզնից մնում է մաղթել տոնական տրամադրություն, ջերմ ու հաճելի ժամանց։ Կամի նահանգ, որտեղ միաժամանակ կարելի է տեսնել Խաղաղ օվկիանոսի ժայռոտ ափերը, խիտ անտառներ, գործող ու հանգած հրաբուխներ և նույնիսկ անապատային տարածքներ։ Այստեղ է գտնվում ԱՄՆ-ի ամենախորը լիճը, աշխարհի ամենամեծ կենդանի օրգանիզմներից մեկը և մի լիճ, որը տարին մեկ անգամ պարզապես անհետանում է։ Խոսքը Օրեգոնի անակնկալներով լի ուսումնասիրության հսկայական հնարավորություններով յուրահատուկ նահանգի մասին է։ 19-րդ դարում ավելի քան 400,000 մարդ տեղափոխվեց Օրեգոն։ Պատճառները շատ էին, բայց գլխավորն անվճար հողն էր։ Oregon Donation Land Claim Act-ի համաձայն յուրաքանչյուր տղամարդ կարող է ստանալ մինչև 320 ակր հող, իսկ ամուսիններով նույնիսկ 640 ակր, գրեթե անվճար։ Սա աներևակայելի հնարավորություն էր աղքատ ֆերմերների համար։ Բացի այդ, Օրեգոնի հովիտները, հատկապես Վիլամեթի հովիտը, հայտնի էր որպես կաթ ու մեղրի երկիր։ Բերի հող, մեղմ կլիմա և գյուղատնտեսության մեծ հեռանկարներ, էլ ինչ էր պետք երջանկության համար։ Մարդկանց նույնիսկ չէր կանգնեցնում այն փաստը, որ պետք է անցնեին երկար ու վտանգավոր Oregon Trail ճանապարհով։ Շատերը հիվանդությունների, սովի կամ վնասվածքների պատճառով չէին հասնում նպատակակետին, սակայն հասածների համար Օրեգոնը դարձավ նոր կյանքի սկիզբ։ Այդ պատճառով էլ այն համարվում է ամերիկյան արևմտյան երազանքի խորհրդանիշներից մեկը։ Պորտլենդը նահանգի ամենամեծ քաղաքը հայտնի է իր նորարարական և էկոլոգիական քաղաքականությամբ։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենափոքր պաշտոնական զբոսայգին Mill Ends Park-ը, որի տրամագիծը ընդամենը 61 սանտիմետր է։ Քաղաքը հաճախ անվանում են ԱՄՆ Craft Beer-ի մայրաքաղաք, քանի որ այստեղ գործում է ավելի քան 70 գարեջրատուն, իսկ Power City of Books-ը համարվում է աշխարհի ամենամեծ անկախ գրախանութը, զբաղեցնելով քաղաքային ամբողջական մի բլոկ։ Զարմանալի ու հրաշալի է, որ Օրեգոնը նաև եզակի բնական երևույթների տուն է համարվում։ Lost Lake-ը ամռանը ամբողջությամբ անհետանում է, քանի որ ջուրը ներծծվում է հողի տակ։ Աշնանը լիճը նորից հայտնվում է, կարծես բնությունը խաղ է խաղում։ Օրեգոնի Meller ազգային տարածքում է գտնվում հսկա սունկ օրգանիզմը, որը համարվում է աշխարհի ամենամեծ ծավալով աճող կենդանի էակը։ Այն զբաղեցնում է մոտ 900 հեկտար տարածք և ունի շուրջ 2400 տարվա պատմություն։ Գիտնականները այն անվանում են Օրեգոնի հսկա։
Գեղեցկություն, սակայն Օրեգոնը նաև վտանգավոր է։ Cascadia Subduction զոնը կարող է ստեղծել մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ եւ հսկայական ցունամիներ։ Սա համարվում է ԱՄՆ-ի ամենավտանգավոր հնարավոր բնական աղետներից մեկը եւ նահանգում պարբերաբար անցկացվում են պատրաստության վարժանքներ։ Պորտլենդի տակ ձգվում են հայտնի Շանհայ Թանլ ստորգետնյա անցուղիները 19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի սկզբում այստեղից մարդկանց գողանում էին եւ նավերով տեղափոխում հարկադիր աշխատանքի։ Այսօր թունելների մի մասը բաց է այցելուների համար եւ համարվում է Օրեգոնի ամենազարմանալի վայրերից մեկը։ Այս նահանգը չի դադարում զարմացնել։ Օրեգոնի պաշտոնական մականունը Կուղբերի նահանգ է։ 19-րդ դարում Կուղբերի որսը դարձել էր տարածաշրջանի տնտեսական շարժիչ ուժը։ Նույնիսկ նահանգի դրոշի հակառակ կողմում պատկերված է ոսկե կուղբ, եւ սա ԱՄՆ-ում միակ նահանգային դրոշն է, որն ունի երկու տարբեր կողմ։ Այս կենդանիները մինչ այսօր էլ կարևոր դեր ունեն բնության մեջ, ձևավորելով ջրային նոր համակարգեր։ Օրեգոնում է գտնվում նաև Crater Lake-ը, ԱՄՆ-ի ամենախորը լիճը, 592 մետր խորությամբ։ Այն չունի ոչ մի գետ կամ հոսք եւ լցվում է միայն անձրևաջրերից ու ձնհալից։ Լճի կենտրոնում կա հրաբխային փոքր կղզի Wheezer Island-ը, որը զբոսաշրջիկների սիրելի վայրերից է։ Եզրափակելով նշեմ, որ Օրեգոնը կարևոր դեր ունի ԱՄՆ-ի տնտեսության եւ գիտատեխնիկական զարգացման մեջ։ Նահանգը հայտնի է վերականգնվող էներգետիկայի, տեխնոլոգիական ստարտափերի եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Այստեղ է գտնվում նաեւ Nike ընկերության գլխավոր գրասենյակը։ Օրեգոն են գալիս նրանք, ովքեր փնտրում են նոր աշխատանք, նոր տուն կամ պարզապես նոր սկիզբ։ Սա մի նոր վայր է, որտեղ միաժամանակ զգացվում է թե նորարարության արագ զարգացումը, թե բնության հզոր ուժը։ Կարծում եմ հիանալի ճանապարհորդություն ստացվեց, իսկ դուք ինչ կարծիքի եք։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրվել մեր սոցցանցերում։ Թրամփը հայտարարել է, որ սուր ծննդի առթիվ ամերիկացի զինծառայողները կստանան $1,776 չափով միանվագ բոնուս։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը ունեցած ելույթի ընթացքում։ Նրա խոսքով այդ վճարումները ֆինանսավորվում են մաքսատուրքերից ստացվող եկամուտների հաշվին։ Այս տարի Սուրբ Ծննդյան նախաշեմին ամերիկացիները կրճատել են տոնական ծախսերը։ Հարցման համաձայն նվերների համար նախատեսվող միջին բյուջեն կազմում է $778, $229 պակաս, քան նախորդ ամիսերի նախատեսում։ Այս թիվը ակնհայտացած է 2024 թվականի $1012 ցուցանիշից։ Սա 20 տարվա ընթացքում նման հարցումներում գրանցված ամենախոշոր անկումն է եւ տեղի է ունենում սպառողական վստահության ինդեքսի նվազման պատճառով, որը հասել է վերջին 17 ամիսների ամենացածր մակարդակին։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։